Մենք վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ, բարի առավոտ, շատ հետաքրքիր եւ հաղթական թեմա ենք առանձնացրել այս պահին ձեզ համար եւ այսպես Թալին համայնքի HM հիմնադրամի դյութազնատան սաները բազմիցս ապացուցել են, որ աշխարհում կարող են լինել առաջինն ու Հայաստանի անունը բարձր պահել ամբողջ աշխարհում, գրանցելով Գինեսի բազմաթիվ ռեկորդներ։ Գինեսի եւ հայկական դյուցազնագրքի բազմակի ռեկորդակիրներ լինելու այս ձեռքբերումների, հաջողությունների եւ նորանոր ռեկորդներ սահմանելու մասին կզրուցենք մեր հյուրերի հետ։ Այո, տաղավարում են Թալին համայնքի HM հիմնադրամի դյութազնատան տնօրեն մարզիչ Գինեսի 8-ակի ռեկորդակիր Ռոման Սահրադյանը, բարի առավոտ։ Դյուցազնատան սան Գինեսի կրկնակի եւ դյութազնագրքի քառակի ռեկորդակիր Նարեկ Գլջյանը, բարի առավոտ։ Դյուցազնատան մարզուհի Գինեսի 4 տարբեր ռեկորդների հեղինակ Մարի Դավթյանը, բարի առավոտ Մարի, եւ Գինեսի 6-ակի ռեկորդակիր դյութազնագրքի բազմակի ռեկորդակիր Աշոտ Եղյանը, բարի առավոտ, շնորհակալ ենք մեզ հյուրընկալվելու համար եւ ուրախ ենք ձեզ այստեղ տեսնել, իհարկե մեր տաղավարում ձեր սխրագործությունների մի փոքրիկ հատված, չէ՞։ Այո, մենք կխնդրենք խոսել Թալինի համայնքի դյութազնատան մասին։ Շնորհակալություն հրավերի համար։ Ակամայից ես 4 տարի ետ գնացի 2021 թվական նոյեմբերի 20, երբ Հայաստանում միակ գործող մարզական կենտրոնը բացվեց Թալին համայնքում իր նպատակային գործունեությամբ։ HM հիմնադրամի դյուցազնատուն մարզական կենտրոն։ Մարզական կենտրոն, որը համատեղում է, մեկտեղում է հայազգի 7 տարեկանից սկսած եւ տարեկանին սահմանափակում չունենք թե հայ տղաներին եւ թե հայուհիներին տարբեր շրջաններից, ոչ միայն Թալին համայնքից, այլ նաեւ տարբեր շրջաններից, որի հիմնական նպատակը Գինեսի եւ հայկական դյուցազնագրքի ռեկորդակիր դառնալն է, սահմանել տարբեր համաշխարհային ռեկորդներ եւ իհարկե նաեւ միջազգային մրցաշարերում ուժային եռամարտի աշխարհի առաջնություններին մասնակցելը։ 4 տարի, բայց արդեն 4 տասնյակից ավել Գինեսի համաշխարհային ռեկորդներ, 60 տասնյակի հասնող դյուցազնագրքի ռեկորդներ, ինչի համար ես իմ խորին շնորհակալությունը պիտի հայտնեմ հիմնադիրներին, իդեմս HM բարեգործական միության, HM, տեսեք, մեր ինքնությունն է, HM եւ անգլերեն վերտարությամբ Հայաստան-Ամերիկա։ Ինքը HM-ը բարեգործական միություն է կամ HM հիմնադրամ, իդեմս տնօրեն Նշան Աճեմյանի, ով Սփյուռքում եւ թե Սփյուռքում, թե Մայր հայրենիքում լայնածավալ գործունեություն է իրականացնում, թե սպորտային, թե մշակութային, կրթական, գիտական տարբեր ոլորտներում։ Եվ իհարկե նաեւ ուզում եմ առանձնացնել Թալին համայնքի Կարմրաշեն գյուղի բարերար սպորտի վարպետ Էմին Եղազարյանի ներդրումը, Իջևանի գինու եւ կոնյակի գործարանի հիմնադիրն է, եւ իհարկե Թալինի համայնքապետարանին, իդեմս համայնքապետ պարոն Տավրոս Սապեյանի, որ ջանք ու երանդ չի խնայում աջակցելու ցանկացած միջոցառում, որ տեղի է ունենում Թալին համայնքում։ Շատ հրաշալի է, որ այսպիսի մարդիկ կան, այսպես նախաձեռնության կողքին կանգնած։ Նարեկ, դուք քանի տարեկան ես։ Ես 9 տարեկան եմ։ Իսկ քանի տարի է, որ արդեն հաճախում է դյուցազնատում։ 2 տարի։ Իսկ Նարեկից փոքր սաներ ունեք, թե Նարեկը ամենափոքրը։ Նարեկը, տեսեք, ամենափոքր սանն է, 7 տարեկան։ Արդեն անցած տարի Նարեկի հավաստագիրը տեսնում եք, առաջին Գինեսի համաշխարհային ռեկորդն է սահմանել։ Գինեսի սերտիֆիկատը, որը։ Այո։ Սա Նարեկինն է, այստեղ Աշոտինն է, երեքն էլ Աշոտինն են։ Ռեկորդ Աշոտինն է, իսկ Նարեկը 2 Գինեսի ռեկորդի հեղինակ է, հիմա որ ասեմ կզարմանաք ցուցանիշները։ Ամենափոքր հայը աշխարհում, ով հասցրել է գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում։ Իսկ ինչ ես արել Նարեկ։ Ընթացով վազքու վրա 1 ոտքով ցատկել եմ 1 րոպեում 183 անգամ։ Հրաշալի։ Իսկ մյուս ռեկորդի պատասխանն էլ դեռ մենք սպասում ենք, էլի 6.5 կմ/ժ արագությամբ ընթացող վազքու վրա, Նարեկը պատկերացրեք ցատկել է 9 րոպե 10 վայրկյան, գերազանցելով ամերիկացի մարզիկ Պետեր Նեստլերի ռեկորդը։ Հասակակիցները։ 8 րոպե, ոչ, Պետեր Նեստլերը 30-40 տարեկան է եւ նա
սահմանել է 8 րոպե 6 վայրկյան։ Պատկերացնում եք 1 ոդկով անընդմեջ ցածկի 9 րոպե 10 վայրկյան, այսինքն րոպե 4 վայրկյան գերազանց է նարեկը։ Դա իսկապես ռեկորդ է եւ միանշանակ արժանի Գինեսի գրքում զետեղվելու։ Ես ուզում եմ խոսել մարզիկների հետ, Մարի, այդքան հմայիչ եւ գեղեցիկ աղջիկ լինելով, միանշանակ նաեւ շատ գեղեցիկ սպորտի հետևից եք գնում։ Ինչն է ձեզ մղել դառնալ ջութազնատան սան։ Իրականում ռեկորդներ սահմանելու գաղափարը 16 տարեկանից ունեցել եմ, սակայն չգիտեի որտեղից պետք է սկսեմ։ Շատ հետաքրքիր պատմությունից ձեռքս կոտրելուց հետո նաև պարարվեստում պարով եմ զբաղվում, պարում եմ Ազատ Ղարիբյանի ավանկրունկ պարային անսամբլում, սովորում եմ համալսարանում, Բրյուսովի անվան պետական համալսարանում, լրագրություն բաժնում, 4-րդ կուրսի ուսանողուհի եմ։ Ռեկորդների միտքը ի սկզբանե նիհարելու նպատակով ցատկապանով ցատկում էի, այնուհետև միտք առաջացավ, թե կա մի մարդ, ով 1 ժամ ցատկապանով ցատկել է անդադար եւ գրանցել Գինեսի ռեկորդ։ Սկսեցի որոնումներ կատարել, զգացի, որ չկա, տեսա, համոզվեցի, այսինքն ինչու չլինեմ ես առաջինը։ Այդպես սկսեցի փորձել, առաջին արդյունքս գրանցեցի հենց Հայաստանի ջութացնագրքի ռեկորդ, 1 ժամ 8 րոպե առանց դադար։ Այնուհետև սահմանեցի 2 ժամ անդադար ռեկորդը ցատկապանով, այժմ Գինեսին հայտ ենք տվել 3 ժամ հեղինակային ռեկորդի մասին անդադար ցատկելու։ Բացի դա ունեմ Գինեսի տարբեր ռեկորդներ, բատուտի վրա ցատկապանով 1 րոպեն 118 անգամ անդադար ցատկելու։ Խոսքը Մարի, հա, խոսքը ցատկապանի մասին է։ Կլասիկ ցատկելու մասին է, թե այնտեղ տարբեր ցատկել։ Չէ, տարբեր չէ, քանի որ պետք է պարտադիր ցատկապան անցնի ոտքերի։ Ահա։ Համեցեք դուք Աշոտ, ինչով դարձաք ռեկորդակիր, ինչպեսի սխրագործություններ, դյուցազներգություններ եք կատարել այս դեպքում։ Իմ առաջի ռեկորդները եղել են անցած տարի նոյեմբերի 2-ին, որը կատարել եմ Լեհաստանում, Կարտուզի քաղաքում։ Ռեկորդները ձգուն վառություններն են եղել։ Առաջի ռեկորդը, որ կատարել եմ, ճկուտներով եմ կատարել, 30 կիլոգրամանոց սանաձողը կատարել եմ րոպեում 43 անգամ, անցնելով Գինեսի գործող ռեկորդը, իսկ երկրորդ ռեկորդս կատարել եմ միջնամատերով 2813 կիլոգրամ արդյունքով անցնելով իտալացի մարզիկին։ Բրավո, իսկապես, պարոն Սարազյան, ինչ տիտանական աշխատանքներ են սրանք միանշանակ, դուք որպես մարզիչ, նաև մարզիչ եք, եթե չեմ սխալվում, եւ ինչքանով է ձեզ համար կարևոր որպես մարզիչ նաև ձեր ձեռքի տակ ունենալ սերունդ, ով եւս դառնում են ռեկորդակիրներ ու Գինեսում այսպիսի հաջողություններ են գրանցում։ Նախ ռեկորդակիր տիտղոս դառնալը հեշտ բան չի։ Բնականաբար դա իրատեսական առումով, այո, մեր հայազգի համար, տեսեք, հայազգին ի ծնե տրված է այդ ուժը, գենը։ Դրա համար մենք փորձում ենք դյուցազունների ազգ ենք եւ պետք է մենք տարբերվենք եւ ամբողջ աշխարհին ցույց տանք, որ հայազգը եղել է ուժեղ, հզոր եւ միշտ միջազգային ասպարեզում մենք պետք է բարձրացնենք դրոշը Հայաստանին։ Նայեք, մենք 4 տարվա մեջ արդեն 21 փաստացի Գինեսի համաշխարհային ռեկորդ ունենք, 60 տասնյակից ավելի հայկական դյուցազնագրքի ռեկորդ ունենք, ինչի համար նաև իմ խորին շնորհակալությունն եմ ուզում հայտնեմ դյուցազունների ասոցիացիա հասարակական կազմակերպության նախագահ պարոն Վարդան Թովմասյանին, ով գրանցում է Հայաստանի ռեկորդները եւ գրանցելուց հետո մենք հայտ ենք ներկայացնում եւ գրանցվում Գինեսի համաշխարհային դրա միջոցով եք հասնում դեպի Գինես։ Դեպի Գինես, այո, դրա միջոցով ենք հասնում։ Այսինքն դու քո Հայաստանի ռեկորդն ես, Հայաստանում ես սահմանում ռեկորդ, քո ոնց որ ասած անձնագիրը չէ լինի քո դյուցազնագիր, այո, երկրում նոր արդեն մտածում ենք միջազգային ասպարեզ դուրս գալու հետ կապված։ Եվ ուզում եմ հավելում անեմ, նշեմ, որ այս տարվա մեր աջակիցների ցուցակում նաև մարզագույքերի համալրման մասում Կանադայում բնակվող բարերարներն Լևոն եւ Աննա Աֆեյանների կողմից աջակցություն ցուցաբերվեց։ Մեր Սիսյանցի մարզիկին Աշոտ Եղյանին Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի տնօրեն պարոն Արմեն Ստեփանյանն է աջակցել, որովհետև իրենք էլ աջակցում են Սյունիքի մարզի ներկայացուցիչներին։ Տեսեք, Սյունիքի մարզ, բայց պարապում է Թալինի հայեմ դյուցազնատանը, ինչպես նաև United Shipping ընկերության տնօրեն պարոն Գագիկ Թամրազյանին։ Այո, մենք եւ սա այս տարվա աջակիցների ցանկում, իսկ ընդհանրապես մենք եկող տարվա հետ կապված
մենք մի աջակից նաև մեր ցուցակում, այսպես ասած, ավելացնում ենք իդեմս Պոնիլատ կատնամթերքի ընկերության տնօրեն Վահագն Բալյանի։ Շատ են եւ նաեւ օգտվեցին այդ մարդիկ, ովքեր որ հնչեցին այստեղ մեր եթերում, ունեցանք այդ հրաշալի հնարավորությունը ինչ խոսք եւ ինչ խորհուրդ կտակ այն երիտասարդներին, ովքեր որ իսկապես ուզում են դյուցազուններ դառնալ, որպես մեր այս զրույցի ամփոփում։ Օրինակ Աշոտ, դուք որպես երիտասարդ այս ամենում ձեր հասակակիցներին ավելի փոքր, ինչպես Նարեկն է, ինչ խորհուրդ կտակ, որպեսզի նրանք, ովքեր որ ուզում են համալրել ձեր շարքերը, լինեն ձեր կողքին։ Իմ սուբյեկտիվ կարծիքով ամենաառաջնայինը պետք է շատ սիրես քո մարզաձևը, զինվես հավատով, հավատաս քո հաջողությանը, եւ հաջողությունը կլինի։ Քրտնաջան աշխատես ու հաստատ հաջողություն կլինի։ Շատ կարևոր է։ Ինչպես նաև շատ կարևոր է լինել ռիսկային, քանի որ միջև չփորձես չես կարող հասկանալ դու կարող ես գրանցել արդյունք թե ոչ։ Ամենակարևորը բնականաբար Աշոտը ինչպես նշեց հավատն է, երբեք չկորցնել, մեկ էլ մի հետաքրքիր բան կա, ես այս սկզբունքով եմ առաջնորդվում, եթե ցավում է, ուրեմն կարող ես հասնել արդյունքի։ Հենց այդտեղից է սկսվում պարապմունքը։ Եվ իհարկե պետք է հիշենք Նիկոլո Մաքիավելիի խոսքը նպատակը արտարացնում է միջոցները։ Եվ այդպես է։ Շուտով մենք պատրաստվում ենք 3 ժամում Մարիի կողմից պատկերացնում եք 4 Գինեսի համաշխարհային ռեկորդ։ Հակագծերն էլ չենք բացում։ Միայն բացում։ հաջողություններ ենք մաղթում ձեզ։ Իսկապես ուժ, եռանդ եւ միանշանակ նպատակասլացությունը թող միշտ թևանցուկ քայլի ձեր կողքին, որպեսզի այսպիսի սերտիֆիկատները ավելի ու ավելի լինեն։ Շատ լինեն, այո։ Եվ այսպիսի հետաքրքիր զրույց ունեցանք մեր հյուրերի հետ։